Դուրս եղբայրս, Աստված այս երկար ժամանակով ինձ ու իմ ընտանիքը երկար ժամանակ փորձությունների միջով անցկացրեց, բայց փառք Աստծո։ Հունվար ամսին իմ մոտ նկատեցին չար որակ, 5 սանտիմ 8 միլիմետր։ Ու եկանք հովիվներին ասինք, հովիվներ աղոթեցին, փառք Աստծո մեր հովիվների համար ու ցակ բուժումների։ Շնորհակալ եմ ձեզանից, իմ քուր եղբայրներից, որ աղոթքի մեջ են ելել միշտ։ Դրանից հետո պրոֆեսորի մոտ գնացինք, ասա պիտի վիրահատենք։ Ու ստոմա պիտի անեին ինձի։ Ու պրոֆեսորն է նստավ ասավ, ես Աստված չեմ էլի։ Ստոմա պիտի անենք, մի առ ժամանակ հետո կրկնակի վիրահատություն, նորից աղիք տեղադրեն։ Ասի որ տենց հա թո տենց էլի։ Վիրահատության ժամանակ ամենամեծ հրաշքը տեղ ունեցավ ժողովուրդ։ Վիրահատությունից հետո ես զգացի Աստծո ձեռը իրոք մեր վրան էր, իրոք Աստծո ձեռը տեսել եմ մեր ժողովուրդ։ Բժիշկն պրոֆեսորը հելավ, ուրախ փառք Աստծո, որ ստոմա չեն կարել։ Ուզում եմ չեն կարում այդ իրոք ասի փառք Աստծո էլի, բժիշկն էլ, պրոֆեսորն էլ, Աստծոն տվեց, որ փառք Աստծո, որ ստոմա չեն կարել։ Ու այդ ժամանակ ես չիմ էլ կասկածում, որ պիտի Աստծո ձեռը վրեժ չլինի, քանի որ մեծ ուժ կար, մեծ ժողովուրդ կար, աղոթող ժողովուրդ ջան։ Շնորհակալ եմ ձեզանից, իմ քուր եղբայրներից, աղոթողներից, հովիվներից, շնորհակալ եմ։ Հիմի ես փառք Աստծո առողջ կայնացեմ ձեր առջև ու Աստծո անունն եմ փառավորում, ժողովուրդ ջան։ Անալիզները լրիվ եկե մաքուր, 2 անգամ անալիզները լրիվ մաքուր, ժողովուրդ, ռակը բուժվել է, 5 սանտիմ 8 միլիմետր չկա էլ ժողովուրդ, փառք Աստծո, շնորհակալ եմ, ձեր աղոթների շնորհիվ, ձեր համար, մեր հովիվների համար, Արտավազ Ախմեդ ջան։ Աստված շատ օրհնի։ Նա ձերքներ մեկնեք օրնեք։ Տեր Աստված, շնորհակալ ենք Տեր։ Շնորհակալ ենք, այո, որ քո ձեռքը գործում է Տեր։ Շնորհակալ ենք, որ դու գործում ես։ Շնորհակալ ենք Տեր քո բժշկության համար։ Թող այս բժշկությունը ամբողջությամբ հաստատ կատարյալ լինի Տեր։ Եվ քո փառքը իր միջոցով երևա Տեր։ Ինքը ամենուրեք վկայի Գոլիա եղբայրս, որ այո, քո ձեռքն է իր վրա, որ դու ես բժշկել։ Շնորհակալություն, գոհություն քեզ։ Ամեն։